Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 24-ն է եւ այս հաղորդումը բավականին կարևոր հաղորդում է լինելու։ Ոչ միայն անդրադառնալու ենք մի շարք քաղաքական կարևոր իրադարձությունների, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, այլ նաեւ անդրադառնալու ենք այն ամենին, ինչ տեղի ունեցավ երեկ Թբիլիսի մարզադաշտում ֆուտբոլային խաղից հետո։ Շատ կարևոր է, որ այս հարցին անդրադառնանք, ճիշտ գնահատականներ տանք եւ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու, եւ դրանից բացի որն է այն գլոբալ ընդհանուր մեծ խնդիրը մեր ժողովուրդների միջև, որը որ ունի կարիք լուծման։ Նախքան հաղորդումը սկսելը անպայման կոչ եմ անում բոլորին լայքել, բաժանորդագրվել, ընդամենը մի քանի բաժանորդագրում է մնացել, որպեսզի մենք դառնանք 34,000։ Դա շատ կարևոր է մեր ալիքի համար, ինչպես նաև գրեք ձեր կարծիքը մեկնաբանության մեջ, բայց նույն ժամանակ գրեք ձեր կարծիքը այնպես, որ ոչ ոքի չվիրավորեք։ Սկսում ենք մեր հաղորդումը եւ սկսում ենք երեք Թբիլիսիում ֆուտբոլային խաղից հետո տեղի ունեցածից։ Դա շատերին է իրոք զայրացրել եւ մեծ մտահոգություններ է առաջացրել հայ հասարակության մոտ, ինչու՞ չէ նաև վրաց հասարակության մոտ։ Ես տեսա բազմաթիվ գրառումներ վրաց օգտատերերի մոտ սոցիալական ցանցերում, որոնք որ հստակ դատապարտում են տեղի ունեցածը, բայց ինչ է տեղի ունեցել եւ ինչու։ Ֆուտբոլային խաղից հետո սկսել են շշեր նետել դեպի մարզադաշտ, հետո նաև հարձակվել են, կռիվ է տեղի ունեցել եւ կոչեր սիկտիր։ Հնարավոր է եւ ամենայն հավանականությամբ խուլիգանական փոքրիկ խմբեր են եղել, նույնիսկ չի բացառվում, որ դրանք ադրբեջանական ինչ-որ հատուկ ծառայությունների կողմից ֆինանսավորված խմբեր լինեն, շատ հեշտ է դա Վրաստանում կազմակերպելը, քանի որ գիտեք, Վրաստանը բազմազգ է, եւ դրանից բացի ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ այլ երկրներ եւս, հասկանում եք, ում մասին է խոսքը, շահագրգռված են, որպեսզի հայ-վրացական լարվածություն եւ կոնֆլիկտ առաջանա։ Ասեմ կրկին միտքս, դա փոքրաթիվ խուլիգանական խումբ էր, բայց այն ինչ տեղի ունեցավ, իրոք հայտարարություններ, հնարավոր է նաև շատ լուրջ ձևով ծրագրված ինչ-որ հակահայկական ակցիա։ Ես հույսով եմ, որ այս ամենին լուրջ ձևով գնահատական կտրվի, Վրաստանի իշխանությունները եւս գնահատական են տալու այս խուլիգանական արարքին, քանի որ այն միայն խնդիրներ է ստեղծում մեր հասարակության մոտ։ Երբ որ ես խոսում եմ հայ-վրացական բարեկամությունից, երեկ էլ եմ գրել այդ մասին Facebook-ում, շատերը սկսում են գրել, թե ինչ հայ-վրացական բարեկամություն, դա հեքիաթ է, այսինքն այսպիսի արարքների վրա հիմնվելով նրանք ասում են, որ դա հեքիաթ է։ Չէ, սիրելիներս, ես համոզված եմ, որ դա հեքիաթ չէ։ Եթե դա հեքիաթ է, ես փորձեմ ուղղակի մտքերս հավաքել եւ ճիշտ ձևով ներկայացնել, ապա համոզված եղեք, որ մեր պետականությունները չեն կարողանա գոյատևել։ Ես կրկին ստիպված եմ ասելու, արևմուտքից 80 միլիոնանոց Թուրքիա ունենք, արևելքից շատ ավելի մեծ թվականակով Ադրբեջան, Հայաստանը եւ Վրաստանը եթե միասին վերցնենք, Ադրբեջանը կարող է իր բնակչության թվականակով գերազանցել Հայաստանի եւ Վրաստանի բնակչությունը։ Էլ չասեմ, որ հարավում մահմեդական էլի երկրներ, Վրաստանից հյուսիս մահմեդական ժողովուրդներ Ռուսաստանի Դաշնության կազմում եւ փաստացի փոքրիկ երկու քրիստոնյա ժողովուրդ եւ պետություններ, կարելի ասել օազիս քրիստոնեական փոքրիկ մահմեդական աշխարհի սրտում։ Եվ մենք գիտենք, թե ինչպիսի վտանգի տակ է նաեւ Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը, եւ ասեմ, որ պակաս վտանգի տակ չի նաեւ Վրաստանը։ Վրաստանում շատերը չեն գիտակցում դա, եւ ցավը դա է, որ կողքից նաեւ օգնում են, որպեսզի Վրաստանում հակահայկականություն լինի։ Դա սնուցանվում է Վրաստանում արևելյան հարևանի կողմից, հյուսիսային հարևանի կողմից, մասամբ հնարավոր է նաեւ Վրաստանի հարավ-արևմտյան հարևանի կողմից եւս, բայց հիմնականում արևելքից եւ հյուսիսից։ Եվ թե Ռուսաստանի Դաշնության եւ թե Ադրբեջանի նպատակը հստակ է՝ սեփ խրել հայ-վրացական դարավոր բարեկամության մեջ, որպեսզի բաժանես եւ տիրես։ Ես ստիպված եմ վերքերը բացելու եւ խոսելու այս խնդիրներից, քանի որ եթե մենք չենք խոսում այս խնդիրները,
փորձում ենք ձնով ծածկել այդ վերքերը, կեղտերը, ինչպես որ ուզում եք, այդպես էլ անվանեք, այդ ամենը միայն շատանալու է եւ լուրջ խնդիր է ստեղծելու մեր ժողովուրդների եւ մեր պետությունների միջեւ։ Վրաստանում ցավոք սրտի 90-ական թվականներից կա եւ գոյություն ունի հայատյացություն, ցավոք սրտի, բայց Վրաստանում կա առողջ հասարակություն, վրաց հասարակություն, մտավորականություն, կիրթ մարդիկ, ոչ թե անգրակետ, այլ կիրթ մարդիկ, որոնք որ շատ են կարևորում հայ-վրացական բարեկամությունը։ Ես տեսել եմ, թե որքան վրացիների մեջ իրոք կա մեծ արքանք հայ ժողովրդի նկատմամբ։ Ապրելով Ախալցխա քաղաքում, ես դա տեսնում եմ ամենուր, թե ինչպես են վրացիները մեծ հարկանքով մոտենում հայ ժողովրդին, բայց կա նրանց մեջ ինչ որ սարերից իջած, գյուղերից չասենք չվիրավորվեն, սարերից իջած անհատներ, որոնք որ հայերին տեսել են միայն հեռուստացույցով կամ ինչ որ ինտերնետի գրառումներից են պատկերացում կազմել հայերի մասին եւ նրանք լացված են հայատյացությամբ, կամ ազգափոխեր, որոնք որ նույնպես հայատյացություն ունեն, քանի որ իրենք իրենց հասարակության մեջ ապացուցելու բան ունեն, որ իրենք նախկինում հայ չեն եղել։ Մեր շատ անկեղծ են խոսում, բաց են խոսում, հույսով եմ, որ այս ամենը կգնահատեն, թե Հայաստանում, թե Վրաստանում։ Քանի որ կրկնեմ, իմ համոզմամբ, իրոք հայ-վրացական հարաբերությունները դարևոր բարեկամություն ունեն։ Եթե ես խոսեմ հայ ժողովրդի պատմությունից, կարող եմ խոսել Վարդանանց պատերազմից, նույն Շուշանիկից կարող եմ խոսել, որը որ կարևոր տեղ ունի վրաց պատմության մեջ, հենց Վարդան Մամիկոնյանի ժամանակաշրջաններից է եղել եւ Վարդան Մամիկոնյանի, եթե չեմ սխալվում, դուստրն է եղել, որը որ հարս է եկել Վրաստան, քրիստոնեությունն է եկել Հայաստանով Վրաստան մտել։ Մենք իրոք դարերով մեծ կապ ենք ունեցել, մեծ կապեր ենք ունեցել Բագրատունյաց թագավորության օրոք, Թամար Թագուհու օրոք, այսինքն կարող եմ երկար խոսել, ժամերով խոսել եւ պատմել, թե ինչ կապեր ենք մենք ունեցել եւ ինչ հզոր պետություն ենք կարողացել ստեղծել միասին Թամար Թագուհու ժամանակ եւ ոչ միայն, բայց կարծում եմ անիմաստ է այս մասին շատ երկար խոսելը, քանի որ այն կդառնա արդեն պատմական դասախոսություն, բայց այդ ժամանակ սեփ չէին կարողանում խրել մեր մեջ, դա է ամենակարևորը, իսկ հիմա 90 թվականներից հետո մեր հակառակորդները կարողացան մեր ժողովուրդների միջև փաստացի ինչ որ միտեղ շատ քիչ, բայց սեփ խրել, սակայն քանի որ այդ փոքրիկ թեկուց սեպը կա եւ այն օգտագործում են տգետ ինչ որ երիտասարդների միջոցով, անկիրթ, տգետ, վայրագ երիտասարդների միջոցով, դա արդեն սպառնալիք է դառնում հայ-վրացական հարաբերությունների համար։ Հետևաբար, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները ամուր լինեն, պետք է Վրաստանի իշխանությունները լուրջ քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ, որը որ չեն արել ոչ մի իշխանություններ Վրաստանում։ Սկսած Գամսախուրդիայի օրվանից, ճիշտ հակառակն է տեղի ունեցել, եւ մինչեւ օրս այս իշխանության օրոք եւս լուրջ որևիցե քայլ չի կատարվել հայ-վրացական բարեկամության մասով։ Մի փոքր ջավախքի մասով ավելի հանդարտ է դարձել իրավիճակը, ինչը բնականաբար շատ լավ է եւ շատ ուրախացնող է, բայց կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունները եւ հասարակությունը լուրջ անելիք ունի այս առումով։ Հակառակ պարագայում ոչ մի լավ բան չի սպասվում, ոչ հայ, ոչ վրաց ժողովրդին։ Ես ուղղակի կրկին մեկ անգամ փորձում եմ բախել այդ դուռը եւ փորձում եմ հասկացնել բոլորին, որ իրոք մենք չենք կարող գոյատևել այս տարածաշրջանում, այնքան փոքր ենք եւ թույլ, որ առանց մեկս մյուսից օգնության չենք կարողանալու գոյատևել ուղղակի։ Իսկ միասին հələ հարց է կկարողանանք գոյատևել, թե ոչ։ Կարող է շատերը չհամաձայնվեն այս իմ խոսքի հետ, բայց կրկնեմ, հələ հարց է մենք միասին էլ կկարողանանք գոյատևել եւ դիմակայել այն բոլոր լուրջ մարտահրավերներին, որոնք որ կայնած են մեր ժողովուրդների եւ պետականության առաջ, թե ոչ։ Այսօր երկրների ինքնիշխանության համար պայքար է գնում։ Այսօր կրկին մենք մոտեցել ենք 90-ական թվականներին։ Այսօր ձգտում կա եւ կոնկրետ նպատակ կա վերաստեղծել խորհրդային միությունը։ Անունը կարող է չլինի ՍՍՍՐ կամ խորհրդային միություն, կարևոր չէ, բայց նույն մոդելն են ուզում ստեղծել, նույնիսկ ավելին Ռուսաստանի կայսրության մոդելը
Եվ այդտեղ կարևոր դերակատարություն կարող է ունենալ նաև Ադրբեջանը։ Եվ շատ կարևոր է, որ Վրաստանում դա հասկանան եւ գիտակցեն, եւ ասեմ ձեզ միանշանակ, որ Վրաստանում հասարակության բացարձակ մեծամասնությունը շատ լավ է հասկանում եւ գիտակցում է։ Ես կրկնեմ, բազմաթիվ վրաց մեր եղբայրներ իրոք ամենայն անկեղծությամբ եմ ասում, կան մարդիկ, որոնք որ եղբայրաբար են տրամադրված ու շատ են նրանց կարող են կոչել եղբայրներ, քույրեր եւ եղբայրներ, նրանք դատապարտել են երեկվա տեղի ունեցածը։ Երեկվա տեղի ունեցածը կրկնեմ շատ մանր արարք էր, նույնն էլ այն, ինչ եկել էին Երևանի կենտրոնում փորձում էին ծաղրել հայերի վրա, ինչ որ մի խումբ բլոգեր էին, անհասկանալի ինչ որ ծիծաղելու անձիկ էին, ինչ որ տարբեր շորերով թագերը գլխներին հարցնում էին սա հայ է, այս մեկը հայկական է թե չէ, հիմարություն, ամենայն անկեղծությամբ հիմարություն, այն որ Շոթար Ռուստավելին վրացի է, դա բոլորը գիտեն, երբեք նորմալ որևիցե հայ չի ասում, թե Շոթար Ռուստավելին հայ է, մենք հպարտանում ենք, որ Շոթար Ռուստավելին վրացի է եւ մենք երբեք դա չենք երգել, մենք ինքներս ունենք բազմաթիվ գրողներ, բազմաթիվ հայտնի մարդիկ, եթե Վրաստանից նորմալ կիրթ մտավորականներ ցանկանում են այցելել Երևան եւ գնալու են Մատենադարան, ապա կտեսնեն եւ կհամոզվեն, թե ինչ մեծ ժառանգություն ունի հայ ժողովուրդը եւ իրոք կարիք չունի որևիցե ազգից ինչ որ գրողներ գողանալու։ Մենք հպարտ ենք մեր եղբայրությամբ, մեր ժողովուրդների հարստությունն է դա եւ ավելացնեմ նաեւ այն, որ կան վրացական խոհանոցում եւ հայկական խոհանոցում ինչ որ ուտեստներ, որոնք որ թե հայկական են եւ թե վրացական։ Հազարամյակներով մենք ապրելով կողք կողքի իրար մեջ, Թբիլիսին միշտ էլ հայաշատ է եղել։ Մենք ունեցել ենք նույն գրեթե մշակույթը, շատ մոտ մշակույթ եւ զարմանալի չէ, որ մեր խոհանոցներն եւս շատ նման են։ Եվ անիմաստ տեղը վիճել մածունը ումն է, հայերինը թե վրացիներինը, այնտեղից էլ կարող ադրբեջանցիները ասեն, որ մերն է, կամ թուրքերը ասեն, որ չէ մերն է, կամ մեր համշենցի եղբայրները կարող են ապացուցել, որ իրենցն է, դրանով ինչ, իմաստը, ինչ է փոխվում դրանից, եթե մենք հազարամյակներով ապրել ենք իրար կողք կողքի, մեր ուտեստները եւս շատ միանման են, կամ բազմաթիվ խոսքեր հայերենում եւ վրացերենում, որոնք որ նույն իմաստը ունեն, հիմա այդ խոսքերը հայկական են թե վրացական, ես այս վերքերը փորձում եմ բացել, որպեսզի դրանք բուրվեն, եւ ես համոզված եմ, որ մեր ազգերի բարեկամությունը դրանից միայն կամրանա, կամրապնդվի, այլ ձև չի կարող լինել, մենք պետք է այս հարցերը քննարկենք, եւ այս հարցերը պետք է նաեւ վրաց հասարակության մեջ քննարկվի, լուրջ ձևի մտավորականության մակարդակի վրա դրված քննարկվի, որպեսզի մենք կարողանանք գոյատևել, ամրանալ այս տարածաշրջանում։ Հույսով եմ հասկանալի էր, սիրելի հայրենակիցներ, կներեք, որ այսքան երկար խոսեցի, բայց հարցը իրոք չափազանց լուրջ եւ մեծ կարեւորություն ունի անձամբ իմ համար, եւ ես համոզված եմ, որ այս հարցը պետք է որ յուրաքանչյուր նորմալ հայ եւ վրաց մարդու ուզի նույնպես։ Շարունակենք Հայաստանին վերաբերվող հարցերով, տեղեկություն տարածվեց, որ Հայաստան է այցելելու Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին, քննարկելու են երկկողմ հարաբերությունները, ռեգիոնալ հարցեր, վերջին իրադարձությունները տարածաշրջանում, տեսնենք այսպիսի լարված իրավիճակում, երբ որ այցելում է Իրանի արտգործնախարար Հայաստան, ճիշտ ասած ես այդքան էլ ուրախ չեմ, քանի որ տեսնում ենք, թե Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրան, ինչ իրավիճակում են այդ հարաբերությունները, հատկապես Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միանգամից տեղին է այստեղ միջազգային փոքրիկ անդրադարձ անել, որ փաստացի Աբբաս Արաքչին արդեն մերժում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, փոխվել է ոճը եւ ասում է, որ 15 թվականի պայմանավորվածությունները այլևս տեղի չեն ունենա ատոմային ծրագրի շուրջ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հստակ ասում են, որ դուք ատոմային ռումբ այսպես թե այնպես դուք չեք ունենա, մենք դա թույլ չենք տալու։ Ուիտկոֆը հստակ ասում է, որ մեր ուղերձը Իրանին շատ հստակ է։
եկեք նստենք միասին եւ քննարկենք ցանկացած պարագայում դուք ատոմային զենք չենք ունենա, բայց լավ կլինի, որ այս հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Պատկերացրեք, թե ինչքան լարված է իրավիճակը իրոք Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ։ Կրկին վերադառնանք Հայաստանին վերաբերող թեմաներին, արդեն Աբբաս Արաքչիի այցի մասին ասեցի Հայաստան, տեսնենք թե ինչ հանդիպումներ, ինչ հայտարարություններ կլինեն, շատ հետաքրքիր է իրոք։ Երեք կարևոր է նշել, որ նաև Նիկոլ Փաշինյանն էր գտնվում Վրաստանում եւ հանդիպում է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ, կրկին քննարկել են եւ խոսել են հայ-վրացական ռազմավարական հարաբերություններից։ Շատ կարևոր է, որ 30 տարուց հետո Հայաստանն եւ Վրաստանը կարողացան վերջապես ձևավորել ռազմավարական հարաբերություններ։ 30 տարի ինչ-որ մի բան մեզ խանգարում էր փաստացի։ Եվ հիմա շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները իրոք զարգանան եւ ամրապնդվեն։ Եվ լավ է, որ այսպիսի հաջող հանդիպումներ կան, քննարկումներ կան, բայց հույսով եմ դարտակ քննարկումներ չեն լինի, դարտակ քննարկումների մակարդակի վրա չի լինի, այլ իրոք համագործակցությունը կթևակողի ռազմավարական համագործակցության կոնկրետ համագործակցության փուլ։ Եվ այստեղից երևի թե ճիշտ է անցնենք միանգամից միջազգային հարցերի։ Գիտեք, որ Սաուդյան Արաբիայում այսօր մեկնարկելու են բանակցությունները Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ, արդեն ուկրաինական կողմի հետ բանակցությունները տեղի ունեցել են, եւ կարեւորը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից մենք հիմա ստանում ենք ուղերձներ, որ զենքի մատակարարումը Ուկրաինա չի դադարեցվի մինչեւ համաձայնություն ձեռք չբերվի կողմերի միջեւ։ Կան հայտարարություններ, որ մինչեւ ապրիլի 20-ը կարող է պայմանավորվածություն ձեռք բերվի ռուսական կողմի հետ, այսինքն ապրիլի 20-ին Զատիկի կողմերը կարող է որոշում կայացվի, որ հրադադար է հաստատվում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Դրանից բացի այսօր արդեն քննարկելու են ռուսական եւ ամերիկյան կողմերը Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման հարցը, թե որտեղ եւ երբ ինչպես տեղի կունենա այդ հանդիպումը։ Հիմա կարծում եմ կարևոր է անցնել Թուրքիայում տեղի ունեցողին, ամենակարևոր եւ գլոբալ process-ները հիմա տեղի ունենում Թուրքիայում։ Թուրքիայում չափազանց անհանգիստ տեղի երեք շատ մեծ լուրջ բավականին գլոբալ ցույցեր են տեղի ունեցել, բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։ Դրանից բացի պրայմերիզներն են տեղի ունեցել եւ 14 միլիոն 850 հազար մարդ քվեարկել է Էկրեմի օգտին, այն Էկրեմի, որը որ հիմա ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետը, ում պատճառով էլ որ ցույցերը տեղի ունենում Թուրքիայում։ Եվ դրանից բացի արտահայտվել է նաև Անկարայի քաղաքապետը, ասելով, որ պետք է տեղի ունենան նոր նախագահական ընտրություններ արտահերթ, եւ այս կամ մարդ իզուր չի հավաքվել Թուրքիայում, եւ բոլորը պահանջում են արտահերթ նախագահական ընտրություններ։ Այսինքն արդեն հստակ պահանջը արտահերթ նախագահական ընտրություններ են, եւ Էկրեմ Էմամօղլուն կամ կմնա բանտում, կամ կարող է նույնիսկ դառնա Թուրքիայի նախագահ։ Եվ Էրդողանն էլ հայտարարել է, որ այն ժամանակը, երբ որ ցույցերով հարցեր են լուծվում, այդ ժամանակները ավարտվել են։ Հստակ ակնարկում է այն, որ այլևս ժողովրդավարական գործընթացները ամբողջ աշխարհում անտեսվում են, եւ դա տեղի ունենում այն պայմաններում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այսպիսի դիրքորոշում են ձեռք բերել, դրանից բացի բավականին լուրջ ձևով թուլացել են, նույնն է տեղի ունեցել փաստացի նաև եվրոպական երկրների հետ։ Եվ սա այն իրավիճակն է, որը որ հաստատվել է ուկրաինական վերջին պատերազմից հետո։ Ամբողջ աշխարհը գնում է դեպի ավտորիտարիզմի, միայն Հայաստանը դեպի ժողովրդավարություն։ Հույսով եմ, որ ամեն դեպքում ժողովրդավարությունը հաղթանակ կտանի, քանի որ ավտորիտար համակարգերը ահավոր խնդիրներ են ստեղծելու յուրաքանչյուր երկրի ազատ քաղաքացիների եւ ընդհանրապես պետական ապարատների համար, եթե մենք անկեղծ լինենք, այդտեղ միայն անձի շահերի սպասարկում է։ Բայց շատ վտանգավոր է իրոք Թուրքիայում տեղի ունեցող այս process-ները, եթե կարողանա Էրդողանը այդ ցույցերը ճնշել եւ այդ ցույցերի հակազդեցությունն էլ բավականին մեծ լինի, կարող է Թուրքիայում շատ ավելի ամեն ինչ խստացվի եւ Թուրքիան ավելի շատ գլորվի դեպի ավտորիտարիզմ, ինչ որ թեթև ժողովրդավարություն այնուամենայնիվ Թուրքիան ուներ,
Բայց այս պայմաններում կարող է Թուրքիան կամ ամրապնդի իր ժողովրդավարությունը կամ դառնա ավելի ավտորիտար համակարգ։ Իսկ պատկերացնում եք, թե ավտորիտար համակարգի ավելացման պարագայում ինչքան բարդ լինելու մեր վիճակը։ Մենք տեսնում ենք այն գործընթացները, որոնք որ տեղի են ունենում հարավային Կովկասում եւ հիմա Թուրքիայում, դրանք խնդիրներ կստեղծեն, լուրջ խնդիրներ կստեղծեն նաեւ Հայաստանի եւ Վրաստանի համար։ Եվ այդ իսկ պատճառով հույս ունենք, որ Թուրքիայում ամեն ինչ շատ ավելի լավ է ավարտվելու մեզ համար, բայց մենք չենք կարող այստեղ եւս կողմ պահել, քանի որ մենք խնդիրներ ենք ստեղծելու մեր համար, այսինքն շատ խորանալ այդ հարցերի մեջ, եւ ինչ որ համացանցերից ոչեր անել, աջակցել այս կամ այն ուժի, նման բաների պետք չի իրոք դիմել, քանի որ դա եւս շատ վտանգավոր է մեզ համար եւ վերջին շրջանում Էրդողանը եւս մի փոքր փոփոխություն ունի Հայաստանի մասով։ Այսինքն մենք պետք է ուղղակի ուշադիր հետևենք, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում եւ շատ լավ տեղեկացված լինենք, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում։ Բայց հետաքրքրական է, որ Ֆրանսիայի արտգործնախարարությունը շատ կոպիտ ձևով արձագանքել է Էկրեմ Էմամօղլուի ձերբակալությանը, սա նոր հայտարարություն է, եւ նրանք անվանել են, այսինքն արտգործնախարարությունը Ֆրանսիայի անվանել է դա հարձակում ժողովրդավարության վրա, հիշեցրել է, որ Թուրքիան Եվրոմիության տեխնացու երկիր է, Եվրոպական խորհրդի անդամ, այդտեղ ասվում է, որ դուք ինքնակամ եք դարձել այս ամենի, այսինքն ինքնակամ եք մտել այս կառույցների մեջ եւ դարձել տեխնացու Եվրամիության, եւ հստակ ասվում է, որ ժողովրդավարությունը անկյունակար է այս կառույցներում գտնվելու համար, անկյունակարային նշանակություն ունի։ Այսքանը նաև Թուրքիայից պետք է հետևենք եւ հասկանանք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Մերձավոր Արևելքի մասով Համասը շարունակում է դիմադրել Իսրայելին, Համաս տերորիստական խմբավորումը Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Համասի դիրքերին, կրկին սպանել են առաջնորդներից մեկին Համաս շարժման։ Հութիների մասով Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում են ռմբակոծել Եմենը բավականին լուրջ ձևով հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները անցել են Եմենի հութիների հարցի լուծմանը։ Տեսնենք, թե ինչ է դուրս գալու նաև այդ ամենից։ Այս պայդրությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, մեկնաբանությունների մեջ խնդրում եմ զուսպ եղեք, հաջողություն, կհանդիպենք։